Սահարայի Աֆրիկյան դանդաղին, այս ինչ ասեց, համավարակ չկա, բայց իմանությունը ինքնում մեծ է եւ այդ իսկ պատճառով ես կփորձեմ վերջացումը սերվել որոշակի հարցերի վրա, որոնք կապված են մեր ժողովրդի եւ երկրի կենսաբանական աշխարհի առողջության հետ, վերջին օրերին համացանցում հայտնվեց նյութ, համաձայն որի DSE-ից գործակալության նախկին աշխատակիցը տեղեկացնում է միայն աշխատակցի իրենց կողմից կատարված Միացյալ Նահանգների կենսաբանական ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակներում կատարված որոշակի գործողությունների վրա եւ զգուշացնում էր դրանց վտանգի մասին։ Ծանոթանալով այդ նյութին մենք կարող ենք ասել, որ իրոք մեր երկրի տարածքում կատարվում են կասկածելի գործողություններ, որոնք կարող են փորձաքննության դեպքում կարող է պարզվել, որ նրանք խախտում են կենսաբանական զենքի 1972 թվականի կոնվենցիայի որոշ դրույթներ։ Դրա կապակցությամբ ես ցանկանում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի ուշադրությունը հրավիրել մեր երկրի տարածքում իրագործվող ԱՄՆ կենսաբանական ռիսկերի նվազեցման ծրագրի գործողությունների վրա։ Մենք որոշակի ԶԼՄ-ների որոշակի հրապարակումներից տեղեկացանք, որ որոշել են փակել որոշ մարզերում լաբորատորիաների աշխատանքը կասեցվում է կամ դանդաղեցվում է։ Մենք դրա ապացույցները դեռևս չունենք։ Հաշվի առնելով, որ Ամերիկայի նոր վարչակազմը ոչ մի որոշում է որդեգրել մարդկության առողջության եւ կենտրոնական աշխարհի առողջությանը սպառնացող փորձերի վերաբերյալ ես ցանկանում եմ մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, ԱՄՆ առողջապահության ոլորտի պատասխանատու պարոն Կենեդի, ԱՄՆ վարչակազմի պետական ծախսերի արդյունավետության գործակալության պատասխանատու պարոն Մասկին ուշադրությունը հրավիրել այն գործողությունների վրա, որոնք կատարվում են ԱՄՆ կենսաբանական ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքում եւ ենթարկել դրանք փորձաքննության, քանզի չի բացառվում, որ անաչափ փորձաքննությունը, ինչպես նաեւ տեղի ունեցավ տխրահարճակ բժիշկ Ֆաուչիի հետ, կարող է լույս աշխարհ բերել թե ֆինանսական չարաշահումներ եւ թե մի շարք գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի խախտում են կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի դրույթները։ Հաշվի առնելով, որ մեր երկիրը այսօր գտնվում է գոյաբանական պայքարի մեջ, մեր երկրի էկզիստենցիալ վտանգ է սպառնում, ես դիմում եմ ԱՄՆ վարչակազմին, որպեսզի առաջին հերթին փորձաքննության ենթարկի իր կողմից ԱՄՆ կողմից իրականացվող ծրագրի դրույթները եւ ներկայացնի դրա արդյունքները հավաստիացնելով, որ դրանք կամ չեն խախտում համոզիչ ապացույցներ ներկայացնի, որ այդ գործողությունները չեն խախտում կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի դրույթները։ Այլապես, եթե նույնիսկ կա կասկած կամ որ դրանք խախտում են, այդ ծրագիրը պետք է կասեցվի, դրա իրականացումը Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է կասեցվի։ Նաև փորձաքննության ընթացքում ես հույս ունեմ, որ այդ ծրագրի իրականացումը առնվազն կդադարեցվի մինչև անաչառ փորձաքննության ավարտը։ Շնորհակալություն։